Պարոն Իսրայելյան, ավարտվեց հանրահավաքը, սակայն շարունակության, այսպես ասած, նոր ձևաչափի մեջ է հիմա ընթանում իրավիճակը։ Ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց եւ արդյոք ի սկզբանե նախատեսված էր, որ պիտի հանրահավաքը ուղղակի ավարտվի 2 շաբաթ ժամանակ տալով կառավարությանը։ Գիտեք, հանրահավաքի սկզբնական այդ նախաձեռնող խումբը, որ քննարկել ենք, խոսել ենք, ներկայացրել եք, եւ ինչ պահանջներ պիտի ներկայացնի, դա այն ամենածայրահեղ պահանջներն է, որ այսօրվա իրավիճակում Արցախայությունը զոհաբարել ու սկսած սոցիալական հարցերից, որ մենք չենք ուզում արտագաղթվենք, մենք չենք ուզում այդ պայմանները, որ մեր համար է տարուկեսվա ընթացքում ոչ մի պայմաններ բարենպաստ չի ձևակերպել, բողոքի հանրային ձայնը լսեցնել բացվի ներկայ իշխանությանը, ու այդ միջոցով էլ մենք որպես Արցախայություն ստեղ մեր հայաբնակ Հայաստանի ժողովրդի հետ միասին, թե կոչ անելով թե միասնական մենք մեր իրավունքների համար դեր կանգնենք, հասարակությունը ժողովուրդը գնա իր իրավունքների, իր արժանապատվության հետևից։ Դրա համար այսօրվա հանրահավաքը ես հաշվում եմ, դա եղել է շատ բավարար, մեծաքանակ, բազմահազարանոց, հետագա քայլերն էլ արդեն ծրագրավորված է, որ մենք կսպասենք իշխանության կողմից արձագանքներ, ու վստահ ենք, որ իշխանությունը այսքան ժամանակվա ընթացքում, որ անտարբեր կամ բան է եղել մեր նկատմամբ, կամ ժողովուրդ ոչ բավարար մոտեցումներով, կամ մենք այսօրվա իրավիճակում հուսեր կապենք էլի մի քիչ, որ ասում եմ, ժամանակի ընթացքում, որ պատասխաններ, դրական պատասխաններ կստանանք իշխանության կողմից։ Այլևս այս իշխանությունից որևէ բան կարելի է ակնկալել, պարոն Իսրայելյան, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի անգելույթից հետո, որ Արցախյան շարժման էջը փակված է, չի լինելու, ուզում եք վեր բարձրացեք, ուզում եք ներքև ընկեք, բան չի փոխվելու։ Համաձայն եմ ձեր հարցադրած շեշտած մտքի հետ, բայց մենք որպես կուլտուրական ազգ, որպես նորմալ ներկայացուցիչներ, որպես հայ ազգ, մենք էզևի ենք սկսում մեր շարժումը, էզևի ենք սկսում մեր բողոքը ներկայացնելը, որ վաղվա օրը դրան էլ չի բանանեն, ասեն ինչ-որ մի կողմից ուղերձված է կամ ինչ-որ չէ, մենք եկել ենք կուլտուրական, նորից ենք էլի ասում ձեր բացթողումները, ունեք հնարավորություններ մեղմացնելու ձեր մեղքերը, ժողովրդին լսեք ժողովրդին, ժողովուրդը ինչ է ուզում, որովհետև այս ազգի ներկայացուցիչը կամ էլ այս ազգը ժողովուրդն է, ոչ թե մի երկու հոգու կողմից ներկայացրած կամ որոշումներ կայացրած, թե պատմական սխալ դավաճանական որոշումների, թե մնացած որոշումներով, այստեղ ձայն եք հասցնում թե հանրությանը, թե իշխանությանը, որ չիմանան, որ իրանց գլխու որոշումներ կայացնելու ազգի ճակատագիրը որոշվում։ Մենք եկել ենք տեր կաղնելու մեր իրավունքների, եկել ենք տեր կաղնելու բոլոր այն հարցերի շուրջ, որ մենք որպես ոչ թե ազգ, այլ մարդ էլ իրավունք ունենք ապրելու, այ հիմիկվա իրավիճակում էլ որպես հայ լինելու իրավունք։ Այս երկրում մայր Հայաստանում ապրելու այնքան ժամանակ, մինչև գա մի բարենպաստ ժամանակ, որ հավաքական հետ վերադարձը կարողանանք վերադառնալ մեր Սուրբ Արցախը։ Ժամանակին Ղարաբաղ կոմիտեն ձևավորվեց, հետո Արցախյան շարժումը սկսվեց, ընդհանրապես բնապահպանական մի շարժումից։ Սա էլ սոցիալական շարժում է, հնարավոր է, որ վերածվի Արցախյան երկրորդ շարժման։ Գիտեք, մենք ծայրահեղ իրավիճակում ենք։ Ես գիտեմ, թե նորից եմ ասում, մեր նկատմամբ ինչ բան լինի, ձևաչափով պատասխան լինի, դրանից էլ սկսելու է խոսքի մնացած բոլոր գործողությունները, մենք կորցնելու բան չունենք։ Եթե պետք է լինի գնալու ենք, այդ խոսքից էլ չեն վախում, ծայրահեղ ինչ որ բաներին, ինչ անենք մենք։ Մենք չենք ուզում արտագաղթենք, մենք ուզում ենք մայր Հայաստանում ապրենք, մենք ուզում ենք հայ մնանք, մենք ուզում ենք մեր արժանապատվությունը բարձր պահենք, սաղ աշխարհը մեզ անայում, որպես ազգ, մենք մի օր պիտի հելնենք, մենք մի օր պիտի մեր բանը պայքարենք մեր արժանապատվության, մեր հայ լինելու համար։ Դրա համար ամեն ինչ էլ կլինի, եթե նայած ինչ բաներով մեր նկատմամբ ինչ գործողություններ կամ ինչ որ կլինի, բայց խաղաղ ձևի ենք մենք մոտեկանում, խաղաղ պահանջները ներկայացնում մեր անհրաժեշտության հետ կախված, մենք ուրիշ բաներ չենք ասում եք մի արեք այն բանը, որ ժողովուրդը լքի Հայաստանը, մի արեք այն բանը, որ Արցախ հասկացողությունը մեր համար ինքը բան անի, վախճանվի, մենք չենք թողելու, որովհետև ինչ էլ ուզեն ասեն, ինչ որ բարեր ներկայացնեն, թե Արցախի շարժման հետ կախված է,
Արցախի շարժումը, արցախյան շարժումը այն ժամանակները դա էլի ժողովուրդն է ինքնաբուխվել, էլի ժողովուրդն է բարձրաձայնել այդ հարցը, դրանից հետո ձևավորվել է մնացած գործնական process-ների հերթականությունը։ Այսօր էլ կա այդ անհրաժեշտություն, այսօր էլ կա ծանր իրավիճակում ենք գտնում, մենք ծայրահեղ ծանր իրավիճակում ենք գտնում, դրա համար ամեն մեկս գիտակցաբար պիտի հասկանանք ինչ ենք անում, ինչ պիտի անենք, որ վաղվա օրը մեր ապակասերունդը մեզ էլ չքննադատի, ասի լավ իշխանությունը եղել է այդ տիպի մարդիկ, ժողովուրդ դուք ինչ եք արել, դրա համար մեր հիմիկվա սերունդը պիտի դա տեսնի, կամ մեր հետ միանա մասնակից լինի, որ ապագայում իրան կարողանան հպարտ որպես հայ ապրեն ու բացի դրանից բոլոր մեր նահատակված զինվորներին, բոլոր մեր հերոսներին, ախր մեր իրավունք չունենք, պարասները ոտնահարել, ախր մենք իրոք իրավունք չունենք, որ ասма բոլոր այդ գործողություններ իրականացնող տղոր շնորհիվ մենք այսօրվա իրավիճակում անտարբեր լինելով թողենք, որ մի քանի մարդիկ տանգոլող որոշումներով ազգի ճակատագրով որոշի, դա չի լինի։ Պարոն Իսրայելյան, ուղերձներում նաև միջազգային հանրությանն էր կոչեր։ Այս կոչերը մենք լսել ենք դեռևս Արցախում, Արցախի խորհրդարանի կողմից, հետո էլ մենք տեսանք, որ միջազգային հանրությունը որպես այդպիսին խուլ է եւ գույր։ Հիմա ինչ կարելի է սպասել այդ նույն միջազգային հանրությունից։ Արդյոք նույնը չէ, որ Դոնբասը կամ չգիտեմ, դիմեին միջազգային հանրությանը եւ սպասեին, որ իրենց ինչ որ մեկ օգնելու է։ Միջազգային հանրությանը նույն ձևի էլի լսեցնել եք տալիս, որ մենք կանք, մենք տերենք մեր իրավունքներին, որ բոլոր հարթակները որպես որտեղ իրան քննարկում են ինչ որ մարդու իրավունքների հետ կախված կամ ազգի ինքնորոշման հետ կախված հաշվի առնեն, բայց որ լռած ենք կամ լռենք, վաղվա օրը տես բաներ կասելու են, բա չեք խոսացել, դե եթե դուք այդ ազգի ներկայացուցիչ եք բարձրաձայնեիք կամ տեր կաղնեիք, դրա համար միջից պիտի լինի, ազգը պիտի համախմբվի, ազգը պիտի իր տերը կաղնի, ազգը պիտի համախմբված միասնականության աշխատանքներ իրականացվի, դրանից արդեն ուժ է ձևավորում, այդ ուժը արդեն ստիպում է բոլորին, որ քեզ լսեն ու հաշվի առնեն քո պահանջները, քո ներկայացած, մենք ունենք չէ ժամանակներ, այդ նույն ձեր ասած այդ միջազգային հանրությունը մենք հաղթող կողմ եք եղել, սա մեր կողմն էին պահում, սա մեր կողմից ասում են ճիշտ էր բան, բայց ոնց դարավ այս իրավիճակում եկել հակառակը, սա մեզանից է կախված, տեր կանգնեք մենք, բոլորն էլ մեզ լսեն։ Այսօր մնալու եք այստեղ, քանի դեռ արցախցիները կան եւ արդյոք ճիշտ եք գտնում, որ շարունակվի այս հանրահավաքը նստացույցի ձևաչափով։ Այո, որոշումը կայացրած է, որ մնալու ենք, որովհետեւ եթե խոսում ենք, մենք պիտի դրա հետևից գնանք, եթե մենք իրավունքների մասին ենք խոսում, պահանջատերը մենք ենք, պիտի գնանք դրա հետևից պատասխան ստանալու համար, հաշվի առնելով ներկայ իշխանության խոստումները, որ ամեն ժամանակ խոստումներ ա տվել, բայց ժամանակի ընթացքում խոստումները չի իրականացրել, որոշումը կայացրել ենք դրա հետ կապակցությամբ, որ մենք մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հարցերի պատասխանները ձևավորած հրապարակային կամ պաշտոնական հայտարարություններով չլինեն։